Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Վրեժ Վարդանի Սարգսյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում։ Հաճախել է նույն գյուղի դպրոցը, ապա 1997 թվականին ընտանիքով տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղ, որտեղ էլ շարունակել է դպրոց գնալ։ Բանակ զորակոչվել է 2007 թվականին։ Ծառայության է անցել ԼՂՀ Հադրութի N զորամասում։ Պատվով ծառայելով ստացել է սերժանտի կոչում, իսկ 2011 թվականին արդեն պայմանագրային զինծառայող էր Քարվաճառում։ Եղել է ջոկի հրամանատար, հարգում և լսում էր հրամանատարական կազմին, ինչից ելնելով էլ այդ սերն ու հարգանքը փոխադարձ էր։ Ամուսնացել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոյակերտ գյուղից մի օրիորդի Նախշոնի հետ, ում հետ ապրել է ընդամենը 2 տարի ու կես, ով նրան պարգևել է որդի։ Նա այնքան համեստ էր, որ չէր սիրում աչքի ընկնել, անգամ հրամանատարն էր ասում. իր գործն անում էր սուս ու փուս։ Մայրը, հերոսացին տիկին Օլյան, թախծոտ պատմեց, որ որդուն միշտ ասել է. «Տղաս, վտանգավոր աշխատանք ես ընտրել, խնդրում եմ դուրս արի»։ Բայց նա միշտ համոզել է մորը. «Մամ, ես հայրենիքիցս այն կողմ այլ աշխատանք չեմ տեսնում և սիրով եմ գնում դիրքեր»։ Սիրով եմ գնում դիրքեր։ Լավ էր ասում։ Եվ այնքան էր սիրում իր հայրենիքը, որ նույն սիրով էլ փարվեց մայր հողին։ Բայց այդ համեստության տակ թաքնված էր խիզախ ոգով քաջը, որ ուներ բազում ու անհաշվելի պատվոգրեր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա Թալիշում էր։ Ապրիլի 4-ին իր զինընկերոջ Հարություն Աբրահամյանի հետ զոհվել է հակառակորդի կողմից արձակած ականանետի կրակոցից։ Նա հեռացավ, որբացնելով դեռ շատ փոքր որդուն, ծնողներին ցավ ու արցունք տալով և այրեացնելով երիտասարդ կնոջը։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ նախագահի կողմից մարտական ծառայություն մեդալով, ապա ՀՀ նախագահի կողմից արիություն մեդալով, նաև հայրենիքի պաշտպան մեդալով։ Հերոս ջան, վստահ եմ, որ զավակդ կմեծանա քեզ արժանի կերպով, ում համար էլ դու տվեցիր կյանքդ։ Փոքր Մասրիկի դպրոցի ռազմագիտության դասարանը հիմա նրա անունով է, ապա հայրական տուն տանող փողոցի սկզբնամասում կա իր անունով խաչքար։ Փառք քեզ ու քո հիշատակին, հերոս ջան։ Խոնարհվում եմ քո առաջ։